Նախորդ տեսանյութերի մեջ ես խոսել եմ դասական ռելիեֆի ինչպիսին լինելուց եւ խոսել եմ կոտրվածքագծային գծի մասին։ Ինչի մասին է խոսքը, ուզում եմ այսպես ցույց տալ, թե ինչ է նշանակում կոտրվածքագծային գիծը։ Դա երբ որ սա չի համարվում սխալ, ուզում եմ հենց կլպից ասել, երբ որ գիծը միացման կարի տեղը շարունակական չի, այսինքն ամեն մի գիծը առանձին գծեր են, որը միացվում է ուսի կետում այստեղ։ Ռելիեֆային կարը այս պարագայում ես պետք է մի կողմի ռելիեֆային կարը գծեմ, այսպես գծեմ։ Ահա այսպեսին է։ Գիծը թիակային սեղմոնից գնում է դեպի գոտկային սեղմոն եւ ունի այսպիսի տեսք։ Սա առանց մոդելավորման, առանց գծի ձևավորման ուղղակի չեմ տալիս։ Կարելու ժամանակ այստեղ կառաջանա այսպիսի անկյուն, ոնց տեսնում եք, այդպես էլ ստացվել է, որտեղ սա առաջի գիծ է, որը գնում է դեպի կենտրոն։ Այսինքն գիծը ոնց տեսնում եք, հենց այդպեսին էլ այս ուսի հատվածում կստանաք այսպեսի գիծ։ Շարունակական գիծ չի։ Որպեսզի ստանաք շարունակական գիծ, հարկավոր է, որ ռելիեֆային կարի գծի տեղը արդեն դուք որոշեք, թե ես մի հատ գծեմ ուսի գիծը առանց թեակային սեղմոնի, որ դուք պատկերացնեք, թե ոնց կարող է լինել գեղեցիկ կոր գիծը, որը շարունակական է։ Ես հանում եմ հիմա թեակային սեղմոնը եւ գծում եմ նոր գծերը։ Ահա, այսպես արդեն մենք որոշում ենք, թե ինչպեսի պետք է լինի գիծը, որը կունենա գեղեցիկ շարունակական գիծ, դա կարող է լինել ահա այսպես։ Ցանկացած տեղ, որտեղ եք որ ուզում որ ինքը լինի, պետք է ինքը ունենա գեղեցիկ շարունակական գիծ, հաջորդ կողմն էսեղ կրծքի կենտրոնը չմոռանամ։ Դետալները այսպես ուսի հատվածում դրվում են իրար վրա եւ շարունակվում է գեղեցիկ կոր գծով, այնպես որ գոնե մի կողմից մի 5 սանտիմետր շարունակական գիծ ունենա եւ այստեղ արդեն ձևավորում եք ձեր ուզած տեղը։ Այս գիծը կարող է լինել ձեր ուզած ցանկացած տեղը։ Այս դեպքում գիծը ունի շարունակական, ունի սապրեժենը։ Գծի տեղը, եթե որոշվում է ուսի հատվածում, թե որտեղ պետք է լինի, միշտ ընտրվում է, դա կոնստրուկտորների խորհրդով իմ կարծիքը չի դա, այլ ուսումնասիրած գրականության մեջ է այդպես առաջարկվում, որ ռելիեֆային կարի գիծը պետք է լինի մի փոքր կլորավուն, այլ չլինի ուղղահայաց կամ զուգահեռ ահա այս գծին, մեջտեղի գծին, չպետք է լինի զուգահեռ, այդպես են առաջարկում դիզայներները, կոնստրուկտորները, եւ եթե գծի ընտրությունը պետք է մենք ընտրենք թե որտեղ պետք է լինի ուսի հատվածում, ապա ընտրվում է դեպի ուսահոդի կողմը։ Այս տարբերակը, երբ որ ընտրում են դեպի ուսահոդի կողմը, պետք է անպայման հաշվի առնեն կազմվածքը, որտեղ ռելիեֆային կարերից առաջացած դետալները, դրանց ձևերը, գունային տարբերությունը, զարդակարերը ամբողջությամբ ազդում են մեր կազմվածքի տեսողականորեն ընկալման, այսինքն մենք կարող ենք լայնացնել ուսերը, լայնացնել կրծքի այս հատվածը հարթ դարձնել կամ ընդհակառակը ավելի տալ կլորավուն հատված, եթե օրինակի համար փոքր կրծքագեղձեր են, մենք կարող ենք ունենալ դեպի թևի փորվածք ռելիեֆային կար, որը ավելի կոր է, կընտրենք կոր գիծ, որտեղ վիզուալ ցույց ենք տալիս մեծություն, որը իրականում չկա, եւ ընդհակառակը ընտրենք ավելի հարթ գիծ, որտեղ մենք վիզուալ փոքրացնում ենք չափը եւ երկարացնում ենք վերև։ Նեղ ուսերը կարող ենք լայնացնել, որքան հեռու լինի, այնքան ավելի լայն է երևում ուսերի հատվածը եւ ընդհակառակը լայն ուսերը կարող ենք նեղացնել, բայց նեղացնելու դեպքում արդեն լավ կլինի ընտրեք ոչ թե ուսի այս հատվածը դա արդեն կոտրվածքային գիծ կստացվի ավելի շատ, չնայած եթե ցանկանանք կարող ենք ստանալ նաև շարունակական գիծ, բայց հաշվի առեք, որ այն ամեն դեպքում այդքան էլ գեղեցիկ շարունակական չի ստացվում, ամեն դեպքում իմ մոտ հիմա չի ստացվում։ Լայն ուսերի դեպքում ընտրվում է օրինակի համար ցույց տամ ռելիեֆային կար, որը գնում է դեպի վզի փորվածքի, ճիշտ այստեղ բացվածքը մեծ է, բայց կամ որ այսպես գնում է դեպի վզի փորվածք, կամ ընտրվում է այնպիսի տեղ, որը գոնե լինի մեջտեղի մասով, ուղիղ մեջտեղով, որ մեջտեղով դեռ հնարավոր է ստանալ գեղեցիկ շարունակական գիծ։ Այս աշխատանքը կատարվում է միայն արդեն պատրաստի լեկալներ մոդելավորմամբ, այսպես միանգամից իրար վրա այսպես դրվում է կամ գծագրի վրա դնում եք մեջքից հանած դետալը եւ աշխատում եք այդպես շարունակական այդ գծերը ստանում եք լեկալների։ Հիմնականում լեկալները հանում են եւ այդպես գտնում են գիծը, գծում են իրար հետ այսպես դրված։ Փորձեցի ամեն ինչ բացատրել, ուրեմն մի կարևոր պահել, որպեսզի ել չանադառնամ ռելիեֆային կարի։ Ռելիեֆային կարի այս կրծքի կենտրոնը առանց ինչ որ հիմնականում չի անցնում, նախ սկսեմ դրանից, հիմնականում չի անցնում հենց կրծքի կենտրոնը, որտեղ այն
հարմար չի կրման համար եւ մի փոքր ամեն դեպքում տեղափոխվում է, մի փոքր գոնե պետք է լինի 0.5 եւ մինչեւ 1.5 համարվում է նորմալ, այսինքն դա աննկատ է այդ հեռավորությունը, որ մենք տալիս ենք, այսինքն հենց կրծքի կենտրոնով լավ կլինի որ չանցնի։ Իսկ եթե այս ռելիեֆային կարիգիծը արդեն կրծքի կենտրոնից անցնում է դեպի կողմ 5 սանտիմետր, մինչև 5 սանտիմետր, դեռ կարելի է այս սեղմոնը նստացնել եւ ունենալ գեղեցիկ գիծ, բայց սա արդեն հարթ հատված է ստեղծում այստեղ, շատ հեռու է համարվում, իսկ 5 սանտիմետրից ավել այս հատված գնացողը արդեն մեր ռելիեֆային կարը կդառնա որպես դեկորատիվ կար։ Այսինքն կրծքի սեղմոնը արդեն պետք է մոդելավորմամբ հանեք կամ կարեք կամ կմնա փոքրիկ սեղմոնի հատված, որ պետք է կարեք, կամ որոշակի մասը կմնա, կարող եք կեսը նստացնել, կեսը կարել, կամ տեղափոխել ինչ-որ մի կար, կամ դարձածալի տակ են տեղափոխում վիճակների դեպքում։ Կամ ներքևի հատվածը, դա ուղղակի արդեն ուրիշ թեմա է, չեմ կարողանում չխորանալ, հուսով եմ մի օր դա իմ մոտ կստացվի։ Այսքանով վերջ, իրականում ռելիեֆային կարերի հետ գրագետ ճիշտ աշխատելու ձեր հմտությունները ձեզ մեծ հնարավորություններ կտան, որովհետև համարյա թե բոլոր հագուստների մեջ ռելիեֆային կարերը կան եւ ըստ այդ կարերի որոշում հագուստի ձևը, ֆորմաները, իր գեղագիտական նշանակությունը, կարող եք վիճակներ ստանալ սովորական բազային գծագրի վրա, կարող եք ստանալ կորսետներ, դրանք բոլորը, ընդհանրապես բոլորը ռելիեֆային կարերից են, հիմնականում կազմված ճիշտ, գրագետ բաշխումները, կոմպոզիցիոն լուծումները եւ այլն։ Մի խոսքով ուսումնասիրեք, փորձեք շատ, որովհետեւ սա շատ կարևոր թեմա է։ Telegram-ի իմ ալիքում ես կտեղադրեմ ամբողջ տեքստային տարբերակը իմ վճարովի ալիք է դա, մոտապես ցույց տամ, թե որքան աշխատանք եմ ես կատարում նախքան ինչ-որ մինուտ նկարելը, այս ամեն ինչը ես գրում եմ նախորոք։ Ես ուղղակի ուզում եմ դուք տեսնեք մասշտաբը, որ չմտածեք ես այսօր որոշեցի, վաղը նկարեցի ինչ-որ մի բան։ Այսքանով վերջ փակում եմ ռելիեֆային կարերի թեման։